Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ մի խումբ անձինք Բագրևան թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն, իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է 2 հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են 2 ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով արգրավել, փաթեթավորվել, կնքվել են, հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության եւ այլ անհրաժեշտ քննչական գործողությունների իրականացման նպատակով նշված անձը ձերբակալվել է։ Հունիսի 28-ին տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի Պարմա սուպերմարկետի մոտ կողոպտել եւ ծեծի են ենթարկել մի քաղաքացու։ Ռուսաստանի քաղաքացի 39-ամյա Մարկ Սլավիչը հայտնել է, որ Կարապի լճի մոտ 3 հայ տղաներ հարձակվել են իր վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին, բռնել իր ձեռքը եւ տաբատի ձախ գրպանից հափշտակել 63,000 դրամ գումար ու դիմել փախուստի։ Պարզվել է, որ արարքը կատարել են Երևանի բնակիչ 16-ամյա ՄՄ-ն եւ Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա ՆՍ-ն։ Հունիսի 24-ին Հակոբ Հակոբյան փողոցի 3-րդ հասցեում գտնվող Մերգելյանի անվան ինստիտուտից բուժօգնությանը տեղափոխվել մի քաղաքացի, վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Արթուրն է։ Պարզվել է, որ Մերգելյանի անվան ինստիտուտի տանիքում տարածքի ուսումնասիրման ժամանակ տանիքը փլուզվել է եւ վերջինս վայր է ընկել։ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի ծառայողները հունիսի 30-ին հիմնարկի տարածքում խոտածածկ հատվածում հայտնաբերել են ներնետված 2 փաթեթ, ամրացված սև կպչուն ժապավենով։ Դրանցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող ընդհանուր 5.3 գրամ քաշող զանգվածներ։ Հունիսի 28-ին Չարբախի գերեզմանատան մոտից թմրային ուտ պահելու եւ օգտագործելու կասկածով ձերբակալվել եւ բաժին է ներկայացրել 23 ու 26-ամյա երիտասարդ, զննությամբ հայտնաբերվել է դեղնականաչափում զանգվածով 2 փաթեթ 4.3 գրամ քաշով, փաթեթում մարիխուանա է անձնական օգտագործման համար ըստ վերջիններիս։ Բարեկները Շենգավիթ վարչական շրջանի մեկ այլ հասցեից ձերբակալելու բաժին են ներկայացրել 39-ամյա տղամարդու, ում խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչափում զանգվածով 1 փաթեթ 1.8 գրամ քաշով եւ մոխրացած հետքերով 1 կաթուցիչ։ Ըստ տղամարդու փաթեթում մարիխուանա է անձնական օգտագործման համար։ Բարեկները Արցախի փողոցից թմրային պահելու եւ օգտագործելու կասկածով ձերբակալել են 39-ամյա մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ։ Հուլիսի 1-ին Տարշիրում բախվել են Էդիկի վարած գազ 53 մագնիշի բեռնատարը եւ Հայկի վարած ման մագնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում գազ 53-ը կողաշրջված։ Վթարի հետևանքով վարորդներից Էդիկը տեղափոխվել է հիվանդանոց։ Հուլիսի 1-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են Էմիլի վարած Mercedes G, 21-ամյա Ալբերտի վարած BMW, 18-ամյա Ռադիկի վարած VAZ 2121 մագնիշի, 36-ամյա Վիգենի վարած Nissan մագնիշի եւ 20-ամյա Կարենի վարած Nissan մագնիշի ավտոմեքենան տուժածներ չկան։ Հուլիսի 1-ին բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Նվերի վարած Հովո մագնիշի ինքնաթափը եւ 56-ամյա Աշոտի վարած Հովո մագնիշի բետոնախառնիչը։ Վերջինս բախվել է ճամփեզի քարերին կողաշրջվել տուժածներ չկան։ Հուլիսի 1-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Հրշեջ փրկարները մարել են Opel Astra մագնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հուլիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի բարեկամության փողոցում պահեստ է այրվում։ Հրշեջ փրկարները մարել են կրակը, կանխվել է դրա տարածումը, այրվել է մոտ 150 քառակուսի մետր ծածկի տակ եղած 200 խորանարդ մետր ներքնակի հումք, տուժածներ չկան։